Մեր բյուջեն կգնասի 4 միլիոն դոլար է սպորտի տարեկան։ Համեմատես Վրաստանի 75 միլիոն դոլար է։ Վրաստանը օրինակ 2 միլիոն դոլար մենակ water polo-ին է տալիս։ Մենք ստե երկրորդ քաղաքում Գյումրիում լողավազան չկա։ Երևանում լողավազանները այնքան թանկ են, մեծ մասը երևանները լողավազան չեն տեսել։ Ու հետաքրքիր որն է, այստեղ վարշապետի գավաթ են դնում ստե լողի համար, բայց երեխեքը լողի տեղ չունեն լողանալու։ Բայց այնքան որ երեխեքը գնան մրցեն, որ բիա մեդալ դնեն այս շուրջը։ Նույնը բասկետբոլ արեցին, անցած տարի վարշապետի բասկետբոլի գավաթ արեցին։ Երեխեքը տեղ չունեն պարապել, կիսատ պրոտ քանդած մարզադահլիճները լույսավորությունս քիչ որ պարապել։ Առանց պարապելու երեխեքին ասում եկեք խաղացեք, այնքան որ վարչապետը կամ մի հատ մեդալ դնի։ Սա մեդալով գժվել են, մեդալ դնենք։ Դու մեդալով երկիր չես կարծես, ես երեխեքը պիտի պարապեն։ Գիտես իրենք ձևական են անում, պարապելը չկա, բայց ձևական մեդալ տան։ Այսինքն մեդալի համար են զարգացնում։ Մեդալի, հա, մեդալով այնքան որ մեդալ տան։ Ու ասել եք, գնա, ես ես հարց եմ, դուք սպորտի ղեկավար ով ես երկում դուք։ Ժաննա Անդրեասյանը։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին մի կնգա մի ոլորտի, որը կարծիքով իր կյանքում մի հատ հավիբոտ չի կառավարել, ինքը որ գիտնականություն ասում։ Հիմա ես տեղեկություն ունեմ ներքին կարգով, որ այս կինը չի կարող ղեկավարել։ Մենք խնդիրները արդեն տեսնում ենք, այդ 6.5 միլիոն դոլար տվերով ֆուտբոլ ֆեդերացիան 3 տարի արդեն տվեր է, գումար դրված է բանկում ավանդը, մի հոգի ավանդ 10% ավանդ, տարեկան 600,000 դոլար փող է ստանում, բայց 3 ֆուտբոլի դաշտ պիտի կառուցեր, մի հատ Դավիթ Հաշյանում, մի հատ Արտաշատում, մի հատ Իջևանում։ 3 տարի ոչ մեկը չեն կառուցել։ Անթասում նախագիծ են կանում։ Այդ փողը Ժաննա Անդրեասյանը տվել է այնտեղ, մի հոգի փող ուտում է, բայց ֆուտբոլի դաշտերը չկան։ Ամեն ինչը մայկրոմենեջեր, այս կինը սպորտից չի հասկանում, գնդակը քսիվրև գացած չի կարող բռնել, իր սպորտի ղեկավարն չգիտես ով է։ Այսինքն սպորտի առանձին նախարար պետք է։ Նախարար չէ, հիմա սպորտի, եթե դու ինքդ չես հասկանում, գոնե մի հոգի բեր, որ սպորտից հասկանում։ Հիմա սպորտի ոնց վեսվերշած ոլորտը մի հատ կինա բերել, որը ոնց որ բանա ֆիզկուլտուրայի դասախոս է, թե դասատու է, ֆիզկուլտուրայի ասենք Այնա ասենք երեխեքին ասենք ձեր դերսս քիթից ձեր դերս սպորտը կարող է անի, բայց ուրիշ Կարեն Գիլոյանն էլ է, չէ՞։ Էլի դուրս եկե, Կարեն Գիլոյանը իմ հասկանալով ինքը ոչ մի բան չէր կարող առաջ տանել, որտեղ անհասկացողներ են վերևները։ Ու այնպես սպորտներն առաջ տան, որ ծնողներ չեն ուզում իրաց երեխեքից սպորտով առաջ տան, որ սա քաղաքակիրթ աշխարհը հրաժարում է այդ սպորտից, ծանամարտ իմ արդեն օլիմպիկից ուզում հանեն, որ ողջամիտ ծնող երեխին ծանամարտ երկաթ ավելի շատ փող աստանում, քան ամբողջ առաջադեմ սպորտներ աշխարհի բան ծանամարտ։ Ինչի համար։ Ինչ ով եք դուք, այսինքն ինչ եք անում ստեղ, երկիր եք քանդում, թողեք գնացեք, ես չեմ հասկանում, ինչքան պիտի այսպես երկիր քանդեն։